Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, Թարմուղեղով հաղորդաշարը այսօր ես կվարեմ եւ մեր հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Ամեն ինչ ճիշտ է, չէ՞։ Այո։ Պարոն Քերոբյան, բարև ձեզ։ Օրերս մի լուր աչքովս ընկավ, ինձ թվում է բոլորիս աչքով ընկավ, ձեր թույլտվությամբ մի թեթև ընթերցեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, հայտնելով, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։ Ըստ գործի նա անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360 միլիոն ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար։ Ինչ է կարել 360 միլիոն դրամը, պարոն Քերոբյան, ինչ ասել է անհիմն, խնդրում եմ մի քիչ, որտեղ խոսքը ձեր մասին։ Այո, սկսենք նրանից, որ բնականաբար այդ գործի մասին ես գիտեի, դեռ 2 տարի առաջ որպես ՎԿ հարցաքննվել էի, դեռ դեկտեմբերին 2024 թվականի մեղադրանքից ներկայացվել էր եւ 5 ամիս հետո որոշեցին, որ նախաքննությունը ավարտել են եւ այսպիսի մամլո հաղորդագրություն տարածեցին, ընդ որում մամլո հաղորդագրության մեջ իմ անունը նշված չէր, ակնհայտ է, որ տեղեկատվության արտահոսք է եղել կամ հակակոռուպցիոն կոմիտեից կամ դատախազությունից եւ դատախազության եւ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան վարչությունները պետք է որ արդեն հետաքննություն սկսած լինեն, ով է արտահոսքը թույլ տվել։ Բայց վերադառնալով հենց բուն նյութին, պետք է ասեմ, որ առանց կարիքի ոչ մի գումար չի ծախսվել։ Այսինքն կարիքը հստակ հաստատված է եղել այն ինչի մասին որ տեղեկացել ենք, կարիքը հստակ հաստատված է եղել ոլորտի եւ պաշտպանության ոլորտի հիմնարար եւ ղեկավար փաստաթղթերով, այսինքն քննիչը նույնիսկ այն աստիճանի անուշադիր է գտնվել կամ մակերեսային է արել այդ քննությունը, որ ուղղակի չի էլ հասկացել թե ինչի հետ է գործ ունեն, ինչի հետ գործ ունի։ Ավելին ասեմ, այն աստիճանի փնթի է կատարված այս գործի քննությունը, որ ուղղակի եթե դատախազը ինտելեկտ ունենա, իր ինտելեկտը այդ նյութերը կարդալուց կվնասվի։ Փնթիությունը ուղղակի այն առաջի էջից սկսվում է, սկսած մեծաքանակ տարասխալներից, վերջացած նրանով, որ քննիչը որոշել, որ գործից մաս է առանձնացնում եւ ուղարկում դատարան, առանց նախաքննությունը իրականում ավարտելու։ Մարդես կարող է պատահի նախաքննությունը ավարտեցիր, վերջացրեցիր, բացվեց ես մեղավոր չեմ։ Բայց այս նույն համակարգում, ասենք Սանասերյան Դավիթ է գնում դատարան 6.5 տարի դատարանում եւ արդարացվում։ Այ բացառված չի, որ իմ առաջի քրեական գործի նման, որը դեռ արդեն 2 տարի մոտավորապես դատարանում է, էլի կգնանք ինչ որ ժամանակ ու կպարզվի, որ քննությունը իրականում ընթացել է ոչ հենց քննությունն է իրականացել, ոչ նպատակային, հենց քննությունն է այն գլխից եղել այդ քննող մարմինն է կամ քննող քննիչն է եղել կոռումպացված, ընդ որում այդ քննիչը գնացել, ասենք, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնել եւ on-line հարցազրույցում, ուղիղ եթեր հարցազրույցում իր կոռուպցիոն հակումները խոստովանել է։ Ասենք, նույն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, նորընտիր, պետք է խիստ ուշադրություն դարձնի սրան։ Ով է քննում, ովքեր են իր քննիչները, ով է քննում այս գործը, ովքեր են քննում այսպիսի գործերը։ Դու Բարսեղյան Պաշտոնյայի մեղադրանք ես ներկայացնում, բայց այդ գործը անում է մի քննիչ, որը ընդհանրապես չի տիրապետում այդ ոլորտի։ Այդ քննիչը գնացել էր, ասենք, նույն քննության ժամանակ, մրցույթի ժամանակ, բացարձակ անտեղեկությունը պետական կառավարման ոլորտից իր ցույց տվեց։ Ասենք, մասնագիտական հարցը տապալեց։ Ու այնպիսի մասնագիտական հարց, որը հստակ երևում է, որ ասենք նույն իմ գործի քննության ընթացքում ինքը չի տիրապետում պետական կառավարման համակարգը կարգավորող օրենքներին, սահմանադրությանը, պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքին, կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքին, կառավարչական իրավահարաբերությունների մասին օրենքին եւ այլն։ Իսկ այստեղ ուղղակի ակնհայտ է, որ գործ են կարում։ Շատ ցցուն կերպով ակնհայտ է, որ գործ են կարում, դե հաշվի առնելով մնացածը։
Պանքերոպյան, եթե անձը ուզենա հրապարակավ պատասխանի ձեր մեղադրանքներին, որովհետև կարող է ձեր հնչեցված խոսքերը ընդունվել որպես անձնական վիրավորանք եւ մեղադրանքներ։ Դες անձնական վիրավորանք չի իրականում։ Մեր ստուդիան մենք կտրամադրենք նաեւ, սա ասեմ նաեւ մեր բոլոր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, բայց վերադառնանք, եթե դեմ չեք անհիմնության եւ արտահոսքի մասին կխոսանք, բայց վերաբդառնանք մի փոքրիկ այսպեսի հարց ունեմ կապված բուն թեմայի հետ, հա, վատնման հետ կապված, հա, այս գումարի։ Ես շատ հեռու եմ ռազմաարդյունաբերությունից, որպես անձ, բայց ենթադրում եմ, հա, բայց ենթադրում եմ, որ այնպես չէ, որ ինչ որ պրոյեկտի փող կարող է ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահը միանձնյա ընդունի։ Ենթադրում եմ, որ պետք է լինի հանձնաժողով, պետք է լինեն մասնագետներ, որոնք ամեն նախագիծ պետք է քննարկեն, պետք է ինչ-որ համաձայնության գան եւ նոր դրա համար ինչ-որ բյուջե հատկացվի։ Ես ճիշտ եմ պատկերացնում։ Իհարկե ճիշտ եք պատկերացնում եւ ընդհանրապես ասած այդ կարգերը, որ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքները կարգավորում են, այդ կարգերը կան, բայց դրանից զատ կան նաեւ կառավարության որոշումներ, որոնք նաև կարգավորում են այդ ոլորտը, որտեղ ոլորտը ամբողջությամբ կառավարության լիազորությունների տիրույթում է։ Միայն ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքով չէ կարգավորում, կան ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտեր, կառավարության որոշումներ, որով նաև տարատեսակ պաշտոնատար անձանց լիազորություններ են տրվում պայմանագրեր կնքել կամ նախապես հաստատված ծրագրերում փոփոխություններ կատարել ու այդ լիազորված անձը ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահը չէ։ Ռազմաարդյունաբերության կոմիտեն վարչական մարմին է եւ կոմիտեի նախագահը վարչական պաշտոն է եւ ռազմաարդյունաբերության կոմիտեն որևէ գույք չի տնօրինել եւ չի տնօրինում, սա այսօր հանդիսանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա մարմին պայմանագրեր կնքում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն ժամանակ երբ խոսքը վերաբերում է այս գործին եղել է կոմիտեն պաշտպանության նախարարության կազմում եւ պայմանագրեր կնքել է պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանության նախարարն էլ լիազորված է եղել որոշումներ կայացնելու պայմանագրեր կնքելով պայմանագրեր չեղարկելու բայց պաշտպանության նախարարը գլխավոր շտաբպետը եւ այլն այդպիսի մարդիկ լիազորված չեն եղել միանձնյա այնպիսի որոշումներ կայացնելու որոնք իրենց լիազորություններից դուրս են եղել հիմա ինչ որ խոսվում է որ ես իբր թե կարիքի բացակայության պայմաններով ինչ որ պայմանագրեր եմ նախաձեռնել դա իհարկե բացարձակ սուտ է ավելին ասեմ գործունեության ողջ ընթացքում պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել եմ օրենքներով, կարգերով ռազմաարդյունաբերական ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությամբ, ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագրով, որոնք այդ մեկը գաղտնի է, բայց դրա հետ միասին, ելի կրկնեմ, գործողությունների լիակատար ազատություն կամ որևէ լիազորություն միանձնյա պայմանագրի կնքել կամ այնպիսի գործողություններ կատարել, որ կբերեն միջոցների վատնման, այդպիսի գործողություններ բնականաբար չեմ արել։ Պարոն Քերոբյան, դուք ասացիք, որ ըստ ամենայնի տեղի ունեցել արտահոսք, քանի որ անուն չի նշվում գործադեռ ընթացքի մեջ է եւ այլն, ինչով եք դա բացատրում։ Այսինքն ինչու պետք է տեղի ունենար, եթե գործը դեռ ընթացքի մեջ է արտահոսք լրատվամիջոցներ։ Դե նախաքննությունը ավարտվել է։ Այսինքն գործը ուղարկել են հսկող դատախազին, որպեսզի հաստատի մեղադրական եզրակացությունը եւ ուղարկի դատարան, բայց նախաքննությունը ավարտվել է իմ մասով, այստեղ գործից առանձնացված մաս կա իմ մասով, եւ այլ մասով նախաքննությունը շարունակվում է։ Դա այս արտահոսքը երևի ինչ որ մեկին պետք էր կամ էլ տարատեսակ ԶԼՄ-ներ, գիտեք, պետական տարատեսակ մարմիններ ունեն սեփական, այսպես ասած, մարտիկ տեղեկատվության աղբյուրները, այո, եւ հավանական է, որ տեղեկատվության իրենց աղբյուրներից մեկը տվել է իմ անունը, որպես այս գործի մեղադրյալ։ Այնուամենայնիվ եմ կրկնում, որ սա, եթե ես լինեի օրինակ կոռուպցիոն կոմիտեի նախագահը, ես անմիջապես ներքին հետաքննություն կսկսեի։ Ինչպես է եղել, որ տեղի ունեցել է ինֆորմացիայի արտահոսք, որովհետև եթե մամլո հաղորդագրության մեջ անունը չի նշվում, բայց 3 ժամ անց արդեն անունը հայտնի է, դա լուրջ խնդիրների մասին է խոսում կոռուպցիոն հանցագործություններ քննող պետական մարմնում։ Եթե այդ մարմինը կա, գործում է եւ գործում է իր լիազորությունների համապատասխան, ապա հաղորդագրության մեջ եթե անունը չի նշվել, բայց 3 ժամ հետո դա հայտնի է դառնում, ուրեմն խնդիրներ ունեն, պետք է լուծեն։ Ընդ որում խնդիրներ ունեն ոչ միայն ասենք մամլո ծառայության հետ,
կամ գործող քննող քննիչի հետ խնդիրներ ունի երևի ներքին անվտանգության վարչությունը լուծելու խնդիր ոչ թե ասում են որ այնտեղ կա խնդրեմ այդ վարչությունում այլ այդ վարչությունը պետք է խնդիր լուծի հասկանա թե որտեղից է գնում ինֆորմացիա արտահոսքը Պարոն Քերոբյան դուք սա որակում եք որպես քաղաքական հետապնդում թե ոչ Դե հաշվի առնելով որ 2020 թվականի պատերազմից հետո ոչ թե պաշտոնավարմանս ավարտից հետո այլ պաշտոնավարումից հետո ես բազմապիսի հարթակներում եւ բազմատեսակ հարթակներում եւ նախաձեռնությունների շրջանակներում պահանջել եմ եւ կառավարության հրաժարական եւ քննադատել եմ կառավարության գործունեությունը եւ իր գործունեության ձևերը եւ քաղաքական ուժին եմ քննադատել եւ հաշվի առնելով իմ տարատեսակ այսպես ձևերով հասարակական քաղաքացիական հանրային ակտիվությունը դա չի բացառվում նաեւ այն պատճառով որ եղբորս հետ կապված քրեական գործը որով դատարանում այսօր արդեն փուլ է եկել ընդհանրեն իներցիայով գնում է առաջ դատախազը երևի հանձն է առել մինչև վերջ տանի հետ գործը, ընդ որում դա նույն դատախազն է, որ դատարանում պաշտպանում էր Սանասարյան Դավիթի մեղադրանքը։ Եվ իմ գործով էլ ինչ որ ժամանակ իմ դատախազն էր, այսինքն որպես մեղադրող հանդես եկել նաև իմ գործում, եւ էլի ցույց է տվել իր փնթիությունը։ Բացարձակ չեն հասկանում գործից։ Կամ որոշել են, որ պետք է մինչև իրենց թոշակի գալու տարիքը ծառայեն, հետո գնան պետության հաշվին թոշակի կամ էլ որոշ ինչ որ հանձնարարություններ են կատարում բայց ամեն դեպքում հույս ունեմ որ այն դատախազը որը որ ստացել է այս գործը իմ գործը որոշակի պատասխանատվություն կունենա իհարկե չեմ ուզում ճնշեմ կարող է պատահի նույնիսկ չգա դատարան մեղադրելու բայց ամեն դեպքում այն փնթիությունը որը որ կազմված կարված է այս գործը եւ այն չգիտեմ ձևական բնույթը ուղղակի գործ է կարվել, կարելի ասել։ Այդ դատախազը պետք է գա եւ դատարանում փորձի այդ մեղադրանքը պաշտպանել։ Շատ դժվար լիներ այդ մեղադրանքը պաշտպանել, հաշվի առնելով թե ինչքան սխալ է կազմված այս գործը, ինչքան սխալ է գնացել քննությունը, ինչքան բաներ են բաց թողնվել քննության ընթացքում։ Շատ լավ, կհետևենք քննության ընթացքին, մենք ունենք դեռ մոտ 10 րոպե ժամանակ, ես կուզենայի մի քիչ խոսեինք քաղաքական, այսպես ասենք, ավելի շատ անգամ սոցիալ քաղաքական խնդիրներից, որոնց մասին դուք նույնպես բարձրաձայնում եք, բարբերաբար, ձեր իսկ հեղինակային ոդքասթներից մեկում խոսեցիք վերջերս ծառայության մասին, հա, զինվորական ծառայության մասին այս օրենքից։ Ինչու եմ ձեզ հարցնում, կարծում եմ, որ թե պատերազմի, թե որպես պատերազմի մասնակից, թե ռազմաարդյունաբերության հետ գործ ունեցող, նաև որպես բանակում ժամկետային ծառայած, նաև որպես բանակում ժամկետային ծառայած, ունեք, հա, որոշակի դիրքորոշում եւ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին երևի թե հետաքրքիր կլինի, որովհետեւ ինքը բավականին խնդրահարույց օրենք է։ Որքան ես եմ հասկանում, անգամ իշխող կուսակցության ներսում այնպես չէ, որ բոլորը համաձայն են այս օրինագծի հետ։ Հիշեցնեմ մեր ռադիոլսողների համար, որ օրինագիծը նախատեսում է որոշակի եթե շատ կարճ, հա, շատ sense վուլգար ձևակերպենք, որոշակի գումարի դիմաց կրճատել ծառայության ժամկետը կամ ընդհանրապես հրաժարվել, հա, որքան հասկացա ծառայությունից, թե մի ամսով, ամբողջապես չէ, մի ամսով դարձնել մի ամիս, որը մեծ հաշվով կարելի է ինչ կարելի է սովորել մի ամսում բանակում։ Դե այս օրինագիծը իհարկե միայն դրա մասին չէ, այնտեղ կա այլ սոցիալական բաղադրիչ։ Հա, քաղաքացիությունից հրաժարվելը դառնում է ավելի ես խոսում էի ավելի շատ զինծառայողների սպաների բնակարանային ապահովման եւ մնաց տարատեսակ բաների մասին, էլի ուղարկել վարկային ստրկության բանկերին, վարկային ստրկության ուղարկել զինծառայողներին, բայց խոսքը եթե կենտրոնանանք այս օրինագծի մեխի վրա, զինվորական ծառայությունից ազատվելու կամ փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու մասին, ասեք լիքը տեխնիկական թերություններ ունի այս օրինագիծը, հա, եթե տեխնիկական մանրամասների մեջ խորանանք, ստուդիայից 3 օր դուրս չենք գա, բայց այս օրինագծի հիմնական առանձնահատկությունը դա բարոյական հասարակության բարոյական հիմքերին հարվածն է։ Ասեք մահվան առաջ բոլորս հավասար ենք եղել, առաջ, հա, եւ ծառայության եւ պատերազմի ժամանակ հավասար ենք եղել, այն իմաստով, որ ով այնտեղ եղել է, ինքը գիտեցել է թե ինչի հետ է առնչվում, ինչի հետ է առերեսվում։ Հիմա այս օրինագիծը նրա մասին է, որ առաջինը
էլի սեռական խտրականության հիմքով արական սեռի 16 տարեկանը չլրացած քաղաքացիներին քաղաքացիությունից հրաժարվելը փողով դարձնել, բայց մենակ այդքան, հա, խտրականությունը ակնհայտ է, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը կարծեմ դրա մասին արտահայտվեց, բայց կա նաև այսպես ծառայության կրճատված ժամկետով անցնելու հատված է օրինագծի մեջ, որը լուրջ բողոքի ալիք առաջացրեց, որը բերելու է եւ հասարակությունում, եւ հանրությունում, եւ բանակում անառողջ բարքերի։ Մարդիկ սկսելու են մատով ցույց տալ, չեմ խորշի այդ բառից, այն համբալին, որը փողը ուներ, բայց տողում ուղարկեց ծառայության։ Մարդիկ սկսելու են մատով ցույց տալ են մարդկանց, որոնք որ չկարողացան այսպես ճակերտավոր ճարել փողը տղային բանակից փախցնելու, ազատելու կամ ծառայության կրճատ ժամկետով ծառայեցնելու։ Սկսվելու է հասարակության կաստայացում։ Եթե մենք առաջ ունենք զինվորի մայր ռասա, հա, որը ժամանակավոր ռասա էր, եւ այսպես զինվորի մայրը, ով տղա ուներ բանակում, առանձնահատուկ վերաբերմունք կար եւ իրենց նկատմամբ եւ իրենք էլ իրենց հասարակության մնացած հատվածների նկատմամբ առանձնահատուկ էին պահում։ Իհարկե խոսքը չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր պատվով են ուղարկել տղաներին բանակ եւ պատվով դիմավորել են։ Մայրս 3 որդի է ուղարկել ժամկետային ծառայության, 3 որդի էլ պատերազմի ժամանակ է ուղարկել ծառայության, կռվելու եւ երբեք իրեն չի թույլ տվել ինչ որ վերևից նայել ինչ որ մեկին կամ ինչ որ առանձնահատուկ դիրքորոշում հայտնել, դիրքորոշում բռնել, բայց մենք ունեցել ենք այդ վիճակը, հա, զինվորի մայրը առանձնահատուկ թեմա էր։ Բայց այսօր ունենալու ենք զինվորի ծնող կաստա կամ զինվորի ընտանիք կաստա, որում լինելու է ենթակաստա այն ընտանիքները, որտեղ աղջիկ երեխայի բարեկեցությունը կամ նրա կրթությունը կամ առողջությունը կամ օժիտը զոհ է դրվելու, զոհաբերվելու է տղայի բանակից ծառայելուց ազատելուն։ Մենք ունենալու ենք այս օրինագծով, բայց խոսքը միայն այս օրինագծի մասին չէ իհարկե, ունենալու ենք հասարակության բարոյական հիմքերի խարխլում։ Իհարկե ոմանք կասեն, որ ես այսպես ռոմանտիկ եմ, հասարակության հանրության մասին բարձր կարծիք ունեմ, ինչ որ իդեալականացված, բայց պետք է հասկանանք, որ եթե սրա դեմ չպայքարենք, նշանակում է հանձնվենք, նշանակում է կորցնենք մեր հայ ինքնությունը, ընդ որում պետք է ասել է, հայ ինքնությունը ձևավորվել է, ինքնության մի մասը ձևավորվել է նաև անկախության տարիներին, որպես բանակ ունեցող ժամկետային եւ այսպես զորակոչային բանակ պահածազգ, որը միշտ հպարտացել է իր բանակով, ասել է, որ բանակը իմ պետության հիմնասյուներից մեկն է, եւ այսօր էլ դեռ ասում է, բայց այս եւ տարետեսակ այլ օրինագծերով, նախաձեռնություններով այսօրվա վարչախումբը հարվածում է մեր պետության պետականության հիմքերին, խարխլում է պետականության դիմադրողականությունը, դիմադրությունը եւ հող է պատրաստում ապագա պարտությունների։ Ես չեմ վախենա դա պնդել եւ պատրաստ եմ դա ապացուցել փաստերով։ Սա այդ փաստերից մեկն է։ Ես ուզում եմ հակադարձել ձեզ, հա, օրինագծի կողմնակիցները ձեզ կասեն հետեւյալը, հա, ըստ ձեր ասածից ոնց որ հակառակը մահվան առաջ բոլորս հավասար ենք։ Ձեզ կասեն, որ ոչ, բոլորս հավասար չենք եղել երբեք, դրանք միայն խոսքեր են եղել գրված դպրոցների պատերին, իրականում միշտ էլ հարուստների տղաները չեն գնացել բանակ, աղքատները միշտ գնացել են բանակ եւ գնացել են պատերազմ։ Նաեւ ձեզ կասեն, որ բանակում անառողջ բարքերը միշտ էլ եղել են, միշտ էլ խեղճ ընտանիքից տղային ճնշել են եւ այլն։ Ինչպես կհակադարձեք այս պնդումներին, այս դեպքում հա նրանք կասեն, որ օրինագիծը թույլ է տալի, որ գոնե այդ հարուստները առանց ձևեր թափելու, այդ գումարը, որ պետք է դնեին ինչ-որ գեներալի գրպանը, որ իրենց բանակից ազատեր, հիմա կդնեն պետական բյուջե։ Շատ թույլ փաստարկներ։ Կոռուպցիայի դեմ չեն պայքարում զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին օրենքով։ Կոռուպցիայի դեմ կա քրեական օրենսդրություն։ Չեն ծառայում սոցիալական արդարության, չեն պայքարում սոցիալական արդարության համար, էլի այս նույն օրենքով։ Դրա համար լրիվ ուրիշ օրենքներ կան։ Չեն պայքարում հասարակության մեջ սոցիալական հավասարության կամ արդարության կամ արդարության վերականգնման կամ բյուջե լցնելու նպատակներով չեն ծառայում այս օրենքով։ Սա դրա մասին չի, ընդհանրապես։ Փողը բերել դարձրել են հիմնական սկզբունք, հա, եւ իհարկե թե տեխնիկական
մասում խորանանք, այդ փողը կարող է երբեք էլ չհավաքվի, որտեղ նույն օրինագծով, ասենք կառավարությանը կամ պաշտպանության նախարարությունը լիազորություն է վերապահվում յուրաքանչյուր զորակոչին սահմանել առավելագույն քանակ, թե ինչքան կարող է մարդ փողով ազատվի այդ զորակոչից։ Կամ զորակոչից գները կարող են տարբեր լինել։ Սա շատ մեծ կոռուպցիայի առջև է դռներ բացում։ Դուք պատկերացրեք, ասեք պաշտպանության նախարարությունը որոշեց, որ 10 հոգի է տարի այս զորակոչին ծառայության կրճատված ժամկետով գնալու, աչուդի են դուրս գալու այդ 10 տեղերը։ Պատկերացրիք, չէ՞։ Բայց որպեսի այսքան չխորանանք, պետք է հասկանանք մի բան։ Եթե այսօր դռներ ենք բացում աղքատների բանակի առաջ, վաղ խանութներում լինելու են աղքատների մթերքներ եւ հարուստների մթերքներ, ոչ թե այսօր որ փողով կարող ես մի բան առնել, չես կարող կամ չես կարող քո փողով առնել, պիտակավորված է լինելու։ Աղքատների ճանապարհ եւ հարուստների ճանապարհ լինելու, աղքատների թաղամաս եւ հարուստների թաղամաս լինելու։ Դե հիմա կա աղքատների թաղամաս, հարուստների թաղամաս։ Բայց դա ճիշտ ու սխալի մասին է, օրենքը ճշտի եւ սխալի մասին է։ Օրենքը ասում է թե ինչն է նորմ, ինչն է ճիշտ։ Ինչն ենք մենք համարում, ինչն ենք մենք համարում որպես ժողովուրդ, որպես պետություն համարում ճիշտ, ինչն ենք համարում սխալ։ Օրենքը կարգի եւ կարգազանցության մասին չէ։ Դե հա, ի վերջո հիմա մենք գողավազակներ ունենք, դա չի նշանակում, որ պետք է դա օրինականացնել։ Ի վերջո ունենք իրենց սահմանադրական լիազորություններից հրաժարված կամ ուրացած զինվորականներ կամ պետական պաշտոնյաներ, հա, բայց դա ճիշտ չենք համարում։ Ճիշտ չենք համարում եւ նորմ չենք համարում այդ ամենը։ Այս օրինագիծը եւ դա էլի բաներ կան, հա, սա միակը չէ, սա աղմուկ հանած է, բայց միակը չէ։ Այսպիսի բաները մեր հասարակության բարոյական հիմքերն են խարխլում։ Մեր ճիշտն ու սխալն են լղոզում։ Այսպիսի բաները ասում են, որ վաղ գիտեք ինչ կա։ Հա, մենակ աղքատները պետք է գնան պատերազմ եւ կռվեն եւ զոհվեն։ Այս աղքատների հայրենիքը չէ միայն։ Հայաստանը միայն աղքատների հայրենիքը չէ։ Ես ինքս անձամբ տեսել եմ պատերազմի ժամանակ հարուստների տղաների։ Այս իմ տեղում նստած Լևոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդին, ես անձամբ հոկտեմբերի 21-ին 2020 թվականը իրեն զինվորական համազգեստով ձեռքին ռազմական հակին հակոստ, զինվորական հակոստ ձեռքին զենք տեսել եմ իրեն այնտեղ։ Չեմ տեսել իհարկե կռիվ անելուց, հա, կարող է կռիվ անելուց էլ ինչ որ մեկը իրեն տեսել է, բայց նրան այնտեղ տեսել եմ։ Եվ դա միակ օրինակը չէ։ Բայց սա գալիս է ապացուցելու մի բան, չկա այսօր որպես նորմ հարուստների եւ աղքատների տարանջատում, կան հարուստներ եւ աղքատներ, բայց տարանջատումը, այսպես գետոյացումը հասարակության տեղի չի ունեցել եւ չի ունենա հուսով եմ։ Պարոն Քերոբյան, մեզ մնացել է մոտ 5 րոպե, ես ուզում եմ մենք փորձենք տեղավորվենք այն ինչի մասին մենք խոսում ենք, դա արդարության բաղադրիչներ, որը այս օրինագիծը այս հարցեր է, հա, առաջացնում, բայց կա մեկ այլ բաղադրիչ, որի մասին կարծես թե բոլորս տենց կողքից ենք անցնում, բայց չենք խոսում, այ դուք ասում եք, որ աղջիկների այդ ընտանիքներում աղջիկներին կզոհեն, որպիսի իրանց տղաներին ազատեն բանակից եւ մենք բոլորս սա կառուցում ենք համեր մտքում բարեկեցությունը, հա, օժիտը եւ այլն, կրթությունը եւ այլն, այսինքն մենք դիտարկում ենք, հա, որպես բազա մեր մտակառույցներում, որ միջին հայ ընտանիքը ամեն ինչ անելու է, որպիսի տղան խուսափի ծառայությունից։ Մենք ունենք այդ խնդիրը, մենք ունենք հասարակության մեջ այդ խնդիրը, որ մարդիկ հատկապես պատերազմից հետո, երկրորդ պատերազմից հետո խուսափում են ծառայությունից, կփորձեն ամեն ինչ հնարավորինս անել, որպիսի իրանց տղան բանակ չգնա։ Եկեք ընդունենք, որ եթե մենք այդ խնդիրը չունենայինք, այս օրենքը ընդունեին, չընդունեին, մեզ համար մեկ կլիներ, որտեղ մենք իմանանք, որ հայ ժողովուրդը մեծ հաշվով թքած ունի բոլոր օրենքների վրա, բոլոր տղամարդիկ, չգիտեմ, կուզենան գնան ծառայելու, բայց մենք ունենք այդ խնդիրը։ Ինչպես ենք դալու։ Տեսեք, եթե մենք ունենայինք այն բանակը, որ երազում ենք, այսինքն այն բանակը, որտեղ զինվորը զորակոչիկը կգնա եւ ձեռք կբերի զինվորական մասնագիտություն, այնտեղ կսովորի դիմացկունություն, կարգապահություն, ձեռք կբերի որոշակի լուրջ հմտություններ։ Ես Իսրայելի բանակի օրինակը կբերեմ հիմա, հա, աշխարհի top 50 top 100 ընկերությունից 50-ը հիմնվել են Իսրայելի բանակից դուրս եկած գերձեռներից, նախաձեռնող, գեր պատրաստված տղաների եւ աղջիկների կողմից։ Հա,
Մեր բանակ գնում են 2 տարի ժամանակ սպանելու համար։ Իրականում բանակից հետ են գալիս եւ ասում են, «Էս մի բանը լավ է, էս մի բանը գցեցի վրայիցս, հա, էս պարտականությունը գցեցի վրայիցս»։ Բայց եթե մենք ունենայինք այն բանակը, որտեղից դուրս կգային գերնախաձեռնող, իսկ դա վրա սոցիալական տրամպլին, աճի, Իհարկե, տեսեք, այսօր շատ է խոսում այն մասին եւ առաջ էլ շատ խոսում են մասին, որ զինվորական ծառայությունը, պետական պաշտոններ եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պետք է լինի պարտադիր պայման։ Այսօր փորձում են այսպիսի նախաձեռնություններով հետ մղել մեզ այդ նվաճած, ինչ որ չափով նվաճած դիրքից։ Եթե ես դուք այսօր հարցնենք ով է հանրության մեջ վստահի, հաստատ կգանք ինչ որ մի պայմանավորության շուրջ, որ ով զենքը ձեռքին կանգնել է հայրենիքի պաշտպանությանը, ով իր կյանքը պատրաստ է եղել զոհաբերելու, նրան գոնե ինչ որ չափով կարելի է վստահել։ Եվ դասալիքին ոչ մի դեպքում չի կարելի վստահել։ Եվ փողով բանակից ազատվածին էլ չի կարելի վստահել, հա, այսինքն որոշակի նորմեր կան վստահության, որի շուրջ մենք կարող ենք համաձայնվել, համաձայնության գալ։ Հիմա այս նորմերը գլխի վրա շուռ են տալիս։ Ասում են, ով որ փողով գնացել է բանակի ծառայության ժամկետի կրճատման, նա լավ տղան է, այսպես ճակերտավոր։ Լավ ընտանիքից է։ Ծնողները ամեն ինչ արեցին կամ իրենց բարեկեցության մի մասը զոհաբերեցին, որպեսզի տղայի ծառայությունը 24 ամսվա փոխարեն տևի, ասենք 42 օր, հա։ Եվ այլն։ Ու հասարակության մեջ լավի ու վատի տեղերն են սկսում փոխվել։ Ճիշտի եւ սխալի տեղերն են սկսում փոխվել։ Եվ մենք որպես գոյաբանական սպառնալիքների առջև կանգնած ազգ պետություն, եթե այս վիճակում սկսում ենք դա տեղերով փոխել, սա ուղիղ ճանապարհ է պարտության, հաջորդ պարտությունների։ Պարզ է, որ կարող է այդ պարտությունը չլինի ռազմաճակատում կամ մարտի դաշտում, կարող է դրան չհասնի գործը, բայց մենք բարոյապես ենք պարտվելու։ Մենք բարոյապես իլուր աշխարհի հայտնելու ենք, որ գիտեք ինչ կա, մենք այս 3 միլիոն ժողովրդով վարձով ենք ապրում այս տարածքում։ Պատրաստ չենք մեր հայրենիքին տեր կանգնենք։ Պատրաստ չենք լինելու այն, չգիտեմ, գազանը, որը իր որջը եւ իր ցակերին պաշտպանելու իր կյանքի գնով։ Մենք մեր ինքնությունից ենք հրաժարվելու, պատրաստ ենք լինելու, ասենք, որ գիտեք ինչ կա։ Արցախից հրաժարվեցինք, Հայաստանն էլ վեճներս չի։ Սև լճի 30%-ի համար կամ իշխանասարի համար պատրաստ չենք գնալ զինվորական համազգեստ հագնել կամ այլ ձևով պաշտպանել մեր հայրենիքը։ Սա հայրենիքը սիրելու, սա հայրենասիրության եւ հայրենիքում կամ պետությունում, ինչպես սովոր են այսօրվա իշխանությունները ասել, պետությունում վարձով ապրելու մասին է, հարկեր վճարի վարձով ապրի երջանիկ։ Դա սա դրան է տանում։ Մինչդեռ մենք պետք է հասկանանք, որ մեր երջանիկ ենք Հայաստանում հայ լինելով, երջանիկ ենք Հայաստանը մերը համարելով, մեր հայրենիքը տիրելով եւ պահանջելով։ Դա է հայ երջանկությունը։ Այլապես գնա երջանիկ եղիր, չգիտեմ, Ուրուգվայում կամ Իռլանդիայում։ Այնտեղ էլ լավ բնություն։ Շատ լավ, շատ շնորհակալություն այս առաջարկով ավարտենք մեր հաղորդաշարը, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Պարոն Քերոբյան, հաջողություններ եմ մաղթում, կհետևենք ձեր հետ կապված բոլոր մամուլի տեղեկություններին, հույս ունեմ կրկին կհանդիպենք մեր տաղավարում։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը թարմուղեղով հաղորդաշարների եթերում։ Այսօր մեր հյուրներ Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը, շնորհակալություն։